Ես ծնվել ու ապրում եմ Հայաստանում։ Ես ամբողջովին հայ եմ, ու իմ պատմությունն էլ իմ հող ու ջրի նման հայկական է։ Ամեն անգամ, երբ մտածում եմ հայի տեսակի մասին, միշտ զարմանում եմ, թե որտեղից մեզ այդքան ուժ և արարելու անսահման ունակություն։ Մեր հող ու ջրին, մեր արմատներին ու բնությանը մոտ լինելու համար էլ ես որոշել եմ գնալ քաղաքից դուրս։ Ես Արայք Համբարձումյանն եմ, քաղաքից դուրս այսօր գնալու եմ Հայաստանի ճանապարհներով։ Ճանապարհներն ինձ տանելու են Արագածոտնի մարզ և մինչ ապարան հասնելս ամենահետաքրքիրը ներկայացնելու եմ ձեզ, եթերում քաղաքից դուրսն է։ Հայաստանի ճանապարհներն ինձ տանում են առաջ ու ես նորից շարունակում եմ բացահայտել մեր երկրի թաքնված ու գեղեցիկ անկյունները։ Ամեն քարն ու ծառը, վանքն ու տաճարն ինձ համար հետաքրքիր են։ Ամեն մեկն իր պատմությունն ունի։ Մեր արմատները գալիս են դարերի խորքից և հայրենի հող ու ջրից կառչած նորից ծիլ են տալիս ու մեզ տանում են առաջ։ Սա մեր հայրենիքն է, մեր տունը, մեր հին ու նոր Հայաստանը։ Երևանից ապարան տանող գլխավոր ճանապարհի ձախ կողմում գտնվող Թուխմանուկ մատուռը հաճախ է ընդունում հավատացյալներին։ Այստեղ շատ են գալիս այն մարդիկ, ովքեր երազում տեսնում են հենց այս մատուռը։ Նրանց երազներն իրենց բերում հասցնում են Թուխմանուկ մատուռի մոտ։ Այս խաչքարերը տեղադրել են այն մարդիկ, որոնց նպատակները կյանքի են կոչվել շնորհիվ հրաշագործ սրբի հրաշքների և սրտից բխած մաքուր աղոթքների։ Օրինակ այս խաչքարի ներքևի հատվածում գրված է. «Երազող եմ ես քեզ գտել իմ զորավոր դու Թուխմանուկ, Սարալանջի փեշերի տակ լուր թաքնված դու սուրբ մատուռ։ Լսել եմ քո լեգենդները, հրաշքները, Աստծով կերտված։ Միշտ կպահեմ իմ հոգու մեջ քո անունը թանկ սրբացած»։ Հիմա գնանք Թուխմանուկի մոտ և տեսնենք, թե ինչ կա այնտեղ։ Մատուռի հարևան գյուղերի բնակիչները մատուռի ճանապարհով անցնելիս անպայման կանգնում են, մտնում են մատուռ, աղոթում ու մոմ են վառում և հետո նոր շարունակում են իրենց ճանապարհը։ Ասում են մատուռ մտնելուց հետո նրանց օրը բարի և անվտանգ է լինում։ Թուխմանուկը հրաշագործ է, Թուխմանուկի հրաշքների մասին բոլորը գիտեն և հիմնականում Թուխմանուկները հայտնվում են մարդկանց իրենց երազներում և մատնանշում են այն վայրը, որտեղ որ պետք է տեղի ունենա այն հրաշքը, որը միանշանակ կապված է Թուխմանուկի հետ։ Սիրելի հեռուստադիտող, ինչպես քիչ առաջ նշեցի, Թուխմանուկի գրեթե բոլոր Թուխմանուկների պատմությունները կապված են տեսիլքների, երազների հետ և մարդիկ երազներով են տեսնում ու գալիս են Թուխմանուկ, որից հետո երբ որ տեղի ունենում կյանքում նրանց նպատակների իրականացում, այսինքն այն հրաշքները, որոնք որ Թուխմանուկն է կյանքի կոչվում, միանշանակ մարդկանց սրտում ապրող իրական հավատքի շնորհիվ, արդեն մեկը մյուսին պատմելով հավատացյալների հոսքը Թուխմանուկներ էլ ավելի մեծանում են։ Հիմա ես ուշադրությունն եմ հրավիրում այս քարին, որովհետև մի մարդ երազ է տեսնում, երազի մեջ ինչ-որ մի ծերունի նրան ուղեկցում է, ցույց է տալիս այն վայրը, որտեղ որ ինչ-որ քար կա, հասկանում է, որ սա պարզապես քար չէ, այլ այն ուղեցույցն է այն տարածքի, այն տեղի, որտեղ որ պետք է կառուցվի այս սրբատեղին, Թուխմանուկը։ Հիմա ես էլ այստեղ մոմեր կվառեմ և այսուհետ իմ բոլոր եթերների ընթացքում, բոլոր սրբատեղիներում ես պիտի աղոթեմ նաև մեր բանակի ու մեր զինվորների համար։ Աստված պահապան հայ ժողովրդին, բարի ծառայություն ու բարի վերադարձ մեր բոլոր զինվորներին։ Այս մատուռը ևս հրաշագործ է։ Շատերն ուխտարած եկել են Թուխմանուկ և նրանց նպատակը կատարվելուց հետո մատուռի տարածքում խաչքարեր են տեղադրել։
Սիրելի հեռուստադիտող, այսօրվա եթերս տարբերվելու է մյուս եթերներից, որովհետև այսօր կոնկրետ ինչ-որ միտեղ ես չեմ գնում, այլ պարզապես ընտրել եմ Երևանից ապարան տանող ճանապարհը եւ ճանապարհին ինչ հետաքրքիր պատմամշակութային կոթող, հոգեվոր արժեք ներկայացնող կառույց տեսնեմ, անպայման կանգնելու եմ, նկարահանելու եմ եւ ձեզ պատմելու եմ այդ ամենի մասին։ Քաղաքից դուրսը շատ հետաքրքիր նախագիծ է եւ ամեն բան անում ենք ես եւ իմ նկարահանող խումբը, որ ամբողջ աշխարհին պատմենք Հայաստան աշխարհի ու Հայաստանի հրաշքների մասին։ Պետք է բոլորն իմանան, որ այս երկրագնդի վրա կա մի կետ, որը համարվում է աշխարհի դրախտը, դա Հայաստանն է։ «721 հատ խաչեր կան։ Ինչու 1721, ամեն տարի ի դեպ խաչերի թիվը 1 հատով ավելանում է։ Դա խորհրդանշում է հենց այն տարիքը, թե քանի տարեկան է քրիստոնեությունը Հայաստանում, այսինքն քանի տարի է, որ մենք ունենք քրիստոնեություն եւ մենք քրիստոնյա ենք։ 1721 հատ խաչ, պատկերացնում եք։ Հատկապես գիշերն է այս սուրբ խաչը շատ գեղեցիկ լինում եւ ճանապարհով անցնելիս բավականին մեծ հեռավորությունից անգամ նկատելի է խաչի այդ լուսավոր էներգետիկ դրական ուժը, որը որ փոխանցվում է տարբեր հեռավորություններից եւ մարդկանց չի թողնում, որ անտարբեր անցնեն այս խաչի կողքով։ Սուրբ խաչը քառաթև է։ Յուրաքանչյուր թևի տակ տեղակայված են 4 մատուրներ մոմավառության սեղանիկներով։ Սուրբ խաչի ճարտարապետական ողջ կառուցվածքը խորհրդանշում է քրիստոնեության եւ հայ ժողովրդի պատմական եւ հոգեվոր նշանակալից իրադարձությունները։ Սուրբ խաչը գիշերը լուսավորվում է գեղեցիկ լույսերով եւ հեռվից նայելիս թվում է, թե երկնքից հսկա խաչ է կախված։ Սիրելի հեռուստադիտող, այս հսկայական խաչի դիմաց մի այսպիսի քար է տեղադրված, որտեղ մարդիկ գալիս են, գետնից քարեր են վերցնում փոքրիկ եւ փորձում են ինչ-որ հեռավորությունից այս քարերը նետել անցքերի մեջ ու ասում են, որ եթե ձեր նետած քարը մնում է անցքերից որևէ մեկում, ուրեմն այն երազանքը, որ դուք պահել եք, անպայման իրականություն է դառնալու, բայց սա ամենևին հավատքի հետ կապ չունի։ Սա պարզապես ինչ-որ մեկը հորինել է եւ այդպես մյուսները շարունակաբար գալիս են, նետում են պատահական որևէ փոքրիկ քար եւ եթե մնաց այնտեղ, ուրեմն ասում են բրավո, մեր երազանքը դարձավ իրականություն, բայց իրականում ձեր երազանքը իրականացնողը դուք եք եւ ձեր մեջի մեծ հավատքը։ Սիրելի հեռուստադիտող, մեր նախագծի հետ համագործակցում է Մուրադյան Production-ը։ Մուրադյան Production-ը Հայաստանում լավագույնն է իր ձևի եւ տեսակի մեջ։ Հիմա կասեք, ինչով է լավագույնը։ Մուրադյան Production-ը բոլոր նկարահանումներն իրականացնում է բարձրակարգ տեխնիկայով։ Եթե առաջիկայում ձեր միջոցառումներն են եւ մտածում եք, ով պետք է իրականացնի ամբողջ օրվա նկարահանման ողջ ընթացքը, միանշանակ դիմում եք Մուրադյան Production-ին։ Պարզապես պետք է հավաքեք նշված հեռախոսահամարը եւ պայմանավորվեք եւ ձեր ցանկացած նկարահանումը բարձրակարգ որակով կիրականացնի Մուրադյան Production-ը։ Մուրադյան Production-ը իրականացնում է նաեւ տեսահոլովակների եւ գովազդային հոլովակների նկարահանումներ։ Մուրադյան Production, ժամանակին համահունչ, ճաշակ եւ որակ։
Գնացինք։ Անվերջ քայլում եմ Հայաստանի ճանապարհներով եւ հայտնվել եմ Սոչիների անտառում, այստեղ թթվածինը շատ խիտ է, օդը մաքուր, զով եւ անգամ մի փոքրիկ ցուրտ։ Բայց անկեղծ պետք է լինեմ եւ ասեմ, որ այստեղ հնարավոր է որ մոլորվենք, որովհետեւ ամեն տեղ անտառներ են եւ ճանապարհները տարբեր ուղղություններով են տանում։ Բայց ես հիմա փնտրում եմ այն միակ ճանապարհը, որը որ ինձ կտանի Ապարանի ջրամբարի մոտ գտնվող Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցու մոտ։ Բայց իմ դիմաց մի փոքրիկ սիրուն այսպես անտառի խորքում կառուցված տնակ եմ նկատել, որ անգամ եթե այստեղ մութն ընկնի եւ մենք չհավցնենք մի ամբողջ օրվա ընթացքում մեր այսօրվա եթերը նկարահանել, կարելի է այս տնակի դուռը թակել, եթե այնտեղ իհարկե մարդ է ապրում, տանտերերից թույլատվություն վերցնել, գիշերել այստեղ եւ առավոտյան շարունակել նկարահանումների ընթացքը։ Շատ հետաքրքիր է, շատ գեղեցիկ տնակ է անտառի խորքում եւ տեսնենք թե ովքեր են այնտեղ ապրում։ Միգուցե կարմիր գլխարկն է այնտեղ ապրում, ով գիտի, իսկ միգուցե գայլը։ Ահա եւ այս գեղեցիկ տնակը, ինչ սիրուն է, փայտերից է պատրաստված այս տնակը։ Տեսնենք ով կա տանը։ Ով կա տանը։ Կարծես թե ոչ ոք չկա այս տանը։ Իսկ դա նշանակում է, որ պետք չի մոլորվել այս անտառում եւ գիշերը կացի հարց այսօր լուծել ամենևին մեզ պետք չի։ Ընդհակառակը պետք է ճանապարհը արագ անցնել, հասնել այնտեղ, որտեղ որ հենց հիմա մենք գնում ենք, այսինքն Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցու մոտ պետք է հասնենք, որովհետեւ եթե մութն ընկավ, մենք այս անտառում կմոլորվենք, կարմիր գլխարկին էլ քանի որ չենք ճանաչում, չգիտենք որտեղ է նա ապրում, կարծում եմ, որ գիշերելու խնդիր ենք ունենալու։ Այնպես որ սիրելի հեռուստադիտող, եթե ճանապարհով դուք գնում եք դեպի Ապարանի ջրամբար կամ Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցի, ճանապարհին աջ կողմում անպայման կտեսնեք այս փոքրիկ գեղեցիկ փայտից կառուցված տնակը։ Այստեղ կարող եք կանգնել, մի փոքր շունչ քաշել, հանգստանալ, ինչու՞ չէ նաև գեղեցիկ լուսանկարներ ունենալ ու շարունակել ճանապարհը։ Ես էլ շարունակում եմ իմ ճանապարհորդությունը եւ հիմա գնում եմ Ապարանի ջրամբար, հենց այնտեղ է գտնվում Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին։ Անտառի մեջ գտնվող այս փայտաշեն տնակը կարծես հեքիաթից լինի, ու ես էլ հիմա հեքիաթում եմ։ Վայելում եմ բնության զարմանահրաշ գեղեցկությունն ու փորձում եմ գտնել այն ճանապարհը, որն ինձ կտանի Ապարանի ջրամբարի մոտ, եւ հենց այդտեղ էլ ես ձեզ կպատմեմ Պողոս Պետրոս եկեղեցու մասին։ Սիրելի հեռուստադիտող, շարունակում եմ քաղաքից դուրս իմ ճանապարհորդությունը եւ այսօր ճանապարհն ինձ տանելու է մինչեւ Ապարան։ Եվ քանի որ ես գնում եմ դեպի Ապարան, այսինքն մինչեւ Ապարան եմ այսօր ճանապարհորդելու եւ ճանապարհի ընթացքում ամեն հետաքրքիր բանի մասին ձեզ պատմելու եմ, ուստի նախընտրեցի պատմել նաեւ Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցու մասին, որը գտնվում է Ապարանի ջրամբարի հարևանությամբ։ Տարվա մի քանի ամիսների նաև ջրամբարի մեջ։ Այս եկեղեցին պատկանում է 5-րդ դարին եւ այն խոնարհված է, որովհետեւ ինչպես նշեցի քիչ առաջ, տարվա մի քանի ամիսներին եկեղեցին կիսով չափ պատված է լինում ջրով, այսինքն այն մնում է Ապարանի ջրամբարի ջրերի մեջ։ Նախկինում այստեղ եղել է Զովունի գյուղը, որը նույնպես մասամբ ջրի տակ է անցել եւ այդ գյուղի բնակիչները տեղափոխվել են բնակություն հաստատել Երևանին հարակից մոտ շրջաններում, այդ թվում նաեւ Զովունի գյուղում։ Հիմա մտնենք եկեղեցի եւ ձեզ արդեն ավելի մանրամասը կպատմեմ եկեղեցու պատմությունը։ Իդեպ պետք է նշեմ, որ այն մի քանի անգամ ավիրվել է, փլատակվել է, որից հետո վերակառուցվել է, նոր կյանք, նոր շունչ է ստացել, բայց այսօր Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին խոնարհված է։ Եվ այս եկեղեցին վերանորոգել են նաև Գնթունի իշխաններն իրենց իշխանավարման տարիների ընթացքում։ Մի խոսքով, իր ճարտարապետական տեսքով, դիրքով եկեղեցին շատ սիրուն է։ Զովունիի Պողոս Պետրոս եկեղեցին հայ ճարտարապետության մեջ եկեղեցական շենքի նոր տիպի գմբեթավոր դահլիճի առաջին օրինակն է։
հին խաչքարեր, կիսով չափ պահպանված, այս հիմնակարերին նայեք, այստեղ տապանակարեր էլ կան, մենք գիտենք, որ հայկական բոլոր եկեղեցիների բակում հուղարկավորված են եկեղեցում ծառայող հոգևորականները եւ ինչն է հետաքրքիր, որ նայեք ինչ մեծ են այս հիմքը պահող քարերը, չգիտեմ ինչ ծանրության են նրանք, բայց ահռելի չափեր ունեն ու սելի հեռուստադիտող թեև նշեցի, որ վանքը մի քանի անգամ վերանորոգվել է, միգուցե դա է պատճառը, որ պատերն ունեն այսպիսի հարթ տեսք, նայեք, ինչ հետաքրքիր է։ Եվ այստեղ որ կանգնում ես, թիկունքում ունենում ես հավատքի ուժ, դիմացդ ապարանի ջրամբարն է, աշտևիդ վրա Արագած սարն է եւ իհարկե ամբողջը քո հայրենիքն է։ Հայաստանը, որ ուզում ես ձեռքերդ բացել, գրկել ու ասել, որ դու ամենասիրունն ես Հայաստան։ Իսկ հիմա ես մտնում եմ Սուրբ Պողոս Պետրոս վանք։ Վաու, շատ սիրուն է։ Հրաշք։ Ահա եւ Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին։ Այստեղ ամեն տեղ խաչքարեր են, թեև վնասված են, օրինակ այս խաչքարի ներքևի հատվածն է պահպանված, պատի վրա եւս խաչեր կան, շրջանակի մեջ վերցրած այսպես ուղղանկյուն ձգվածությամբ ինչ որ խաչեր, մի խոսքով սա եւս մեր պատմությունն է հավատքին մոտ պահող 5-րդ դարից եկել հասել է մեզ, բայց այն այսօր խոնարհված է։ Շատ են զբոսաշրջիկներն այստեղ գալիս են Սուրբ Պողոս Պետրոսը տեսնելու, որովհետև համացանցում այս եկեղեցին մասամբ ջրի մեջ այդ պատկերով է զետեղված եւ մարդիկ մտածում են, որ տարվա բոլոր եղանակներին այսպես է լինելու եւ գալիս են, որպեսզի տեսնեն այս հրաշքը։ Այստեղ մարդիկ մոմեր են վառել, մի խոսքով շատ են այստեղ գալիս մարդիկ, հատկապես վերջին տարիների ընթացքում զբոսաշրջիկներն են այստեղ շատ գալիս։ Պողոս Պետրոս եկեղեցին գտնվում է Ապարանի ջրամբարի մոտ եւ 1967 թվականից սկսած տարեկան 3-ից 4 ամիս մինչեւ պատուհանների բարձրությամբ եկեղեցին մնում է ջրի գերության մեջ։ 2005 թվականին ջրամբարի տևական ողողումներից եկեղեցու արևելյան պատը քանդվել է։ Եկեղեցու շրջակայքում նախկինում մի քանի փոքրիկ եկեղեցիներ ու մատուռներ են եղել, որոնք ջրամբարի կառուցումից առաջ տեղափոխվել են գյուղի արևելյան կողմում գտնվող Խաչեր կոչվող հատվածը եւ իրենց պահպանված չափով վերաշարվել։ Պողոս Պետրոս եկեղեցին մնացել է նույն տեղում։ Հայաստանի ճանապարհներով անverջ երկար ու ձիգ քայլերով գնում եմ առաջ, գնում եմ պատմեմ Հայաստան աշխարհի մասին ու ձեզ ներկայացնեմ ամենագեղեցիկն ու հետաքրքիրը։ Սակայն մինչ ես կհասնեմ Ապարանի ջրամբարի մոտ, ուզում եմ այդ դեպքում նշել մեր գործընկերոջ մասին։ Մեր նախագծի հետ համագործակցում է Muradian Production-ը։ Muradian Production-ը բոլոր նկարահանումներն իրականացնում է բարձրակարգ ֆոտո եւ վիդեո խցիկներով։ Ձեր ցանկացած նկարահանումները կարող եք վստահել Muradian Production-ին, որովհետեւ Muradian Production-ում աշխատում են արհեստավարժ օպերատորներ։ Muradian Production ժամանակին համահունչ, ճաշակ եւ որակ։ Այս որակյալ նկարահանումների ընթացքը Muradian Production-ի հետ շարունակելով իմ ճանապարհն ինձ մոտեցնում է Ապարանի ջրամբարին։ Ասում են, որ շատ գեղեցիկ վայր է եւ այստեղ շատ են գալիս զբոսաշրջիկներն ու տեղացիները եւ իրենց հետաքրքիր ժամանցը կազմակերպելու եւ վայելելու այս չնաշխարհիկ բնությունը։ Շողում է արևի շողերի տակ Ապարանի ջրամբարը։ Գնացինք։ Ու ամեն անգամ, երբ որ այսպիսի մի վայրում եմ ես հայտնվում, սելի հեռուստադիտող, ել ավելի շատ եմ սիրահարվում Հայաստանին, ել ավելի եմ հիանում մեր հայրենիքի բնությամբ։ Կարծես թե Աստված ստեղծել է ամեն մի ծառը, թուփը, քարը, ջուրն ու ջրամբարը, որ մենք կարողանանք հասկանալ իրական կյանքում, թե ինչպիսին է լինում դրախտը կամ դրախտավայրը։
Այստեղ եղել է հին բնակավայր, որտեղ ապրել են մարդիկ, բայց երբ որ ջուրը բարձրացել է, ջրի մակարդակը բարձրացել է, մարդիկ տեղափոխվել են, թողնելով իրենց տները եւ գնացել են Երևանին ավելի մոտ տարածքներում են բնակություն հաստատել։ Այստեղ եղել է հին Քասախ եւ Զովունի գյուղերը, ահա եւ ջրամբարը։ Արագածոտնի մարզում էլ շատ հետաքրքիր տեղեր կան ու շատ պատմական վայրեր կան, որ կարելի է կանգառ վերցնել, ծանոթանալ տեղանքի եւ պատմության հետ։ Ես էլ հիմա գտնվում եմ քանդակագործության միջազգային երկրորդ սիմպոզիումում։ Հիմա կասեք ինչ է դա։ Այստեղ տեսնում եք տարբեր ձևերի, տարբեր ֆորմատների, տարբեր ժանրերի եւ տարբեր պատմության ունեցող ինչ որ հետաքրքիր քանդակներ են եւ ամեն մեկը որևէ մի երկրի ներկայացուցիչ է ներկայացնում, այսինքն այստեղ տարբեր երկրներից եկած քանդակագործների քանդակներն են, ձեռքի աշխատանքները։ Հիմա մի քանիսը, քանի որ այստեղ շատ են քանդակները, մի քանիսին կփորձեմ մոտենալ, ծանոթանալ, որովհետև ինձ բոլորն էլ հետաքրքրում են եւ ես բազմիցս ուսումնասիրել եմ։ Իդեպ սելի հեռուստադիտող այս սիմպոզիումը գտնվում է Ապարան քաղաքի վերջնամասում, Ապարանից դեպի Սպիտակ տանող ճանապարհի ձախ կողմի վրա։ Շատերս ենք այս մայրուղով անցնում, բայց շատ քչերն են կանգնում եւ ծանոթանում այս քանդակների հետ։ Հիմա օրինակ իմ դիմաց շատ հետաքրքիր մի քանդակ կա, տեսնեք սա ինչ է։ Օրինակ սա։ Հիմա ես փորձեմ կարդալ։ Մեծ քար, ինչ որ խոռոչներ ունի, գեղեցիկ կլոր, այստեղ ասեղնաձև, так, ուրեմն Արման Նուր ագրեգացիա Հայաստան։ Սա Հայաստանի ներկայացուցիչի քանդակն է եւ ես գիտեմ, որ երգում է այն։ Հիմա կասեք ինչպես, պտտում ենք։ Եվ հակառակ ու լսում ենք այդ ձայնը։ Շատ հետաքրքիր է։ Հաջորդը մոտենանք այս մյուսին։ Իդեպ իմ դիմաց ամբողջովին փայտից մեկ փայտի կտորից ինչ որ հետաքրքիր քանդակ է, դա է ինձ շատ հետաքրքրում։ Բոլորն էլ շատ գեղեցիկ ու շատ հետաքրքիր է։ Այսա ինձ շատ հետաքրքրեց։ Կարեն Մախերնեստա, բնական կառուցվածք, Պերու։ Բայց նայեք ինչ հետաքրքիր է։ Մի կտոր փայտից է, ամբողջը մի կտոր փայտից, տարբեր անցքեր, խորշեր, այսպես շատ սիրուն է, շատ։ Ինչ հետաքրքիր միտք։ Գնանք առաջ։ Տեսնենք այլ ինչ։ Հեսա էլ է, բավականին հետաքրքիր է, բավականին։ Քար եւ երկաթ։ Անվերջ կարելի այստեղ պտտվել, ծանոթանալ քանդակների հետ, մասամբ այնտեղ էլ ամբողջովին քարից պատրաստված քանդակներ են տեղադրված, իսկ մենք հիմա մոտենում ենք հաջորդ քանդակին եւ Արաբադալյան Բելգիա, ապագայի շարժվող արվեստ, ասիստենտ Համբարձում Քոչարյան, կրկին 2019 թվական, բավականին բարձր է։ Իմ այսօրվա ճանապարհորդությունը շատ հագեցած ու բազմաբովանդակ էր։ Չխախտելով ավանդույթը ես հայտնվեցի պատմական եւ մի շարք գեղեցիկ վայրերում եւ այսօր եւս բացահայտեցի Հայաստանի զարմանահրաշ անկյուններից մի քանիսը։
Սիրելի հեռուստադիտող, այսպիսին էր իմ մեկ օրվա պատմությունը Արագածոտնի մարզում, թեև այս մարզում շատ բան կա նկարահանելու եւ ձեզ ներկայացնելու, ինչեւ մենք կրկին գալու ենք Արագածոտնի մարզ։ Այսօր այսքանը, իսկ ես շարունակում եմ իմ ճանապարհորդությունը եւ մենք նորից կհանդիպենք քաղաքից դուրս։